Խաչատուր Աբովյանի անվան թիվ 9 դպրոցը մեկ օրով դարձել էր ավելի տոնական ու գեղեցիկ։ Առաջին դասարանի երեխաները հրաժեշտ էին տալիս իրենց առաջին գրքին՝ Այբենարանին։ Հերթը մեզ է հասել և առաջին դասարանցիներս ուզում են ձեզ ցույց տալ հենց են սովորել այս մի քանի ամսվա ընթացքում։ Նա պիտի մեր առաջ ու վերջին սերը լինի, ինչու ենք էլ աշխարհում այսքան մերը լինի։ Գարունը թայերեն է գալիս, ջուրերը թայերեն լալիս, այերեն են հորդում ջուրերը։ Մենք բոլորս տղա և աղջիկ այժմ մայրենի լեզվով կարողանում ենք կարդալ այնպիսի բառեր, ինչպիսիք են մայրիկ, հայրենիք, Հայաստան, Արցախ։ Դասղեկ Գայանե Դավթյանի ջանքերով այս երեխաները դարձել են գրաճանաչ սովորել Մեսրոպատառ Այբուբենը, իսկ տոնական միջոցառման ժամանակ իրենց թոթովախոս լեզվով բեմադրեցին գրերի գյուտից մի հատված։ Վերջապես կատարվեց բոլորիս երազանքը, մենք ունեցանք մի աշխարհի ամենամեծ գանձը, այն անմահ աջակատը 36 տար մարտիկներ, որոնք ժողովրդին կուղեկցեն ապագա և հավերժություն։ Անմահ է գոգործ ուսուցիչ, Վեր կոժուն այս տարերով դու և քո ընկերները հետագա հայ աշակերտներ անմահ կպահեք մեր հայ ոգին և մեր ժողովրդին։ Մեսրոպ Մաշտոցի արած գործը անգնահատելի է, նրա շնորհիվ է, որ այսօր կանք ու կլինենք, իսկ այս փոքրիկները միգուցե այս պահին այդքան էլ չեն գիտակցում գիր ունենալու կարևորությունը, սակայն արդեն պատրաստակամություն են հայտնում պաշտպանել այն։ Երեխաները ներկայացրեցին նաև դրվագներ հայ հանճարների կյանքից։ Պարույ ջան, այդ գրքերը քիչ կարդաշկեի լույսը կփչացնես։ Չէ, ինչ ես ասում այիկ, հակառակը, միտքս կլուսավորվի։ Լավ, որ այդքան գաղթում ես, գոնե ինքոր գրողի նման կդառնաս։ Գիքորը մեղկես կլինի վագված փոխի, գիքա չմահանա։ Երեխեք դա սատ չաթավեց, բայց իծանում չեմ անում գիքորը վահանում է։ Միջոցառման ավարտին նրանց հանձնվեց նաև դասարանական նկարների ալբոմ։ Աղում ենք քեզ այսօր, մեր վերջին անգամ ու քեզ նոր Մի հեռուստաընկերություն լուրեր։